Փուչիկը որպես մանկական երազանքների օրինակ օգտագործելով երեխաներին սովորեցնում են զգույշ վարվել մարդկանց երազանքների հետ։ Դասախոսի խոսքով երեխաների երազանքները սովորաբար բախվում են կոշտ իրականությանը, ու երեխաները դժվարանում են ճիշտ որոշում կայացնել։ Մանկական զարգացման հիմնադրամի եւ Բիլայնի գործակցությամբ իրականացվող դասընթացները երեխաներին օգնում են դպրոցից դուրս գալ որպես ավելի կայացած ու ինքնուրույն անհատ։ Համայնքում պետք է լինեն իրենց եսը ճանաչող, իրենց ուղին ճանաչող, իրենց ոտքերի վրա կանգնած մարդիկ, որոնք նույն նորագույն տեխնոլոգիաները օգտագործում են ոչ թե Facebook-ում ժամանակ մատնելու, այլ իրենց մասնագիտությունը հարստացնելու համար եւ իրոք ճանաչելու ուր են ուզում իրանք գնան։ Պարուսույց դառնալու երազանքը Մերին փայփայում է 7 տարեկանից, արդեն 3 տարի պարում է, որոշել է ոչ միայն պարուսույց դառնալ, այլև ուսուցիչ։ Կյանքում կողմնորոշվելու հարցում իրանք մեզ շատ կօգնեն, որովհետև իրանք շատ լավ օրինակներով մեր հետ խոսացին, որոնք մեզ իրոք շատ կօգնեն կյանքում, շատ պետք կգան։ Բիլայնի ու մանկական զարգացման հիմնադրամի գործակցությունը շարունակվում է 4 տարի։ Երեխաների խոսքի ուժը ծրագիրը սկսվեց Դիլիջանում։ Նպատակը մարզի երեխաներին ավելի ինքնուրույն ու կայացած անհատներ դարձնելն է։ Այս ծրագրերից հետո երեխաներն ավելի շուտ են կողմնորոշվում թե մասնագիտության ընտրության հարցում, թե հետագայում աշխատանքի տեղավորվելիս։ Այս ծրագիրը յուրահատուկ է, քանի որ օգնում է ապագան կերտել թվային տեխնոլոգիաների միջոցով։ Այս ծրագիրը երեխաների խոսքի ուժի մասին է, երեխաների մասնակցության մասին է եւ շատ կարեւորում ենք համայնքներում երեխայի ուժը, ներուժը զարգացնելով նպաստել համայնքների զարգացման գործում։ Երեխաների խոսքի ուժը ծրագրի շրջանակում ստորագրվեց նաեւ եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որը կօգնի երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործակցությանը։ Աղվան Ասոյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։